Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն սիրելի հեռուստադիտող, սիրելի բարեկամներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ամերիկայի հայկական արմատները հաղորդաշարը։ Հայաստան Սփյուռք կապը ԱՄՆ-ում նաև զարգանում է բիզնես ոլորտում։ Հատկանշական է, որ ամերիկյան առաջատար ցանցերում հայկական արտադրության ապրանքը պահանջարկում։ Այսօր զրուցելու ենք գործարար հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչ Կարեն Մեյմարյանի հետ։ Բարի գալուստ, համեցեք։ Ողջույն Կարեն ջան, շնորհակալ եմ շատ, որ հյուրընկալեցիք մեզ։ Բարի գալուստ, Ամերիկայում հայկական ապրանքների ամենամեծ տուն, ինչպես ասում են։ Իսկ Fat and Happy Սա առանձին պատմություն է, Չաղ ու բախտավորով բառացի այո, բայց սա մարմնավորում է մեր ազգի ամենակարևոր հատկությունները՝ հյուրընկալություն, մեծահոգություն, ամերիկյան թարգմանությամբ շատ ֆան, ուրախություն եւ մեր բիզնեսի հետ համահունչ է։ Համ happy-ն մեկը բախտավորը չի, այլ երջանիկ։ Երջանիկ մեծահոգի հյուրընկալ։ Եթե դեմ չես հայկական թե հյուրասիրել։ Չէ, սիրո։ Ամենից հետո։ Համեցեք։ Այո։ Առավոտ դեռ ոգելից չեմ առաջարկում։ Շնորհակալություն։ Իսկ ուղղակի թե ներմուծում։ Մեր պորտֆելի իմ ամենասիրած ներմուծվող ապրանքներից է հայկական խոտաբույսերով, շատ յուրահատուկ փեքեջինգով, շատ հետաքրքիր թեյեր են։ Դուք այստեղ ներմուծում եք հայկական արտադրության ապրանքներ, ալկոհոլային խմիչքներ, ոնց հասկացա, թեյ նաև, կարելի ասել զբաղվում եք ներմուծում, դիստրիբյուցիա։ Հեշտ հարմարվեցիք աշխատանքին։ Սկսեցինք մեկ բրենդով, հայկական, հիմա արդեն այլ երկրներից ենք ներմուծում, բայց հիմնական փիլիսոփայությունը, ոգին, ուժը դնում ենք իրոք հայկական մեծ արտադրողների ապրանքը ամերիկյան շուկայում տարածելով։ Հեշտ չեղավ, ամեն ինչը դժվար էր, բացի մի բանից, մեր հավատը, մեր գործի հանդեպ ինձ հեշտություն է տալիս, դժվարությունները շատ են, բայց ավելի ենք կոփվում ամեն օր։ Երբ որ դուք տեղափոխվեցիք ԱՄՆ, 2 տարի, որքանով որ տեղյակ եմ, ուսումնասիրեցիք շուկան, հետազոտություններ արեցիք, հետևություններ արեցիք, ինչպես էր այն ժամանակ հայկական արտադրանքի պահանջարկը կար ու այսօր այդ պահանջարկը ինչ վիճակում է։ Տեղափոխվելուց հետո մինչև առ այսօր այնքան մեծ է ամերիկյան շուկան, այնքան նոր բաների հետ ենք առնչվում, անընդհատ սովորում ենք։ Հայկական ապրանքատեսակների Հայաստան որպես արտադրող երկրի ընկալումը շատ ցածր մակարդակի վրա էր Ամերիկայում ցավոք սրտի, բայց երևի ուներ իր օբյեկտիվ պատճառները, ոչ մի արտադրող լուրջ ներդրում մարդկային ռեսուրսի տեսքով, գումարի տեսքով ամերիկյան շուկայի վրա չէր դրել ժամանակի ընթացքում։ Հիմնականում ռուսական, պոստսովետական շուկաներն են եղել, մեր տրադիցիոն շուկաները։ Եվ հարմարվել ենք այդ շուկաների օրենքներին, այդ շուկաների փիլիսոփայությանը։ Ամերիկյան շուկայում արդեն 0-ից կայացել ենք մեր սխալներով, մեր անցած փորձով, բայց այսօր սարերի ու ձվերի տարբերությունը այն վիճակը ինչ որ կար եւ հիմա, բայց նաև նոր ենք ընկալում այն մեծ ծավալը, որ իր հնարավորություններով ամերիկյան շուկան դեռ տալու է հայկական արտադրողին։ Իսկ երկու երկրներում բիզնեսի ոլորտում գործունեություն ծավալած մարդ որպես արդեն կարող եք ինչ-որ համեմատություններ անել։ Հայաստանի բիզնեսին ի՞նչն է պակասում ըստ ձեզ։ Եթե մի բառով բիզնեսը չառանձնացնելով մեր կենցաղից, կենցաղը մեր մտածելակերպից, մեր փակ լինելը, մեր վստահության պակասը, մեր ուժերի հանդեպ եւ աշխարհի հետ համահունչ քայլելը համարել օրինաչափ,
ոչ թե լինել դա ինչ-որ ոչ առաջադեմ լինել ու ոչ հետադեմ լինել, ուղղակի պետք է լինել հիմա այստեղ ու չընկնել ինչ-որ պատրանքների մեջ, բիզնես օրենքները փոխվում են, աշխարհի օրենքները փոխվում են, սահմանները փոխվում են, մարդիկ պետքա համահունչ քայլեն, գործեն ու մեր երկիրը ունի այն բոլոր ռեսուրսը, ինչը իրան թույլ կտա իրան պոզիցիա ներկայացնել աշխարհում որպես որակյալ ապրանք, որակյալ արտադրանք, որակյալ իմիջ ներկայացնելով աշխարհին։ Իսկ ԱՄՆ-ում բիզնես միջավայրը հասկանալու եւ ձեր գործունեությունը իրականացնելու համար ինչ ճանապարհ անցաք, ինչերի միջով անցաք եւ ըստ ձեզ որն է հաջողության ձեր գրավական։ Ինձ շատ օգնեց, որ ես ԱՄՆ-ում զբաղվեցի իմ վերջի տարիների Հայաստանի հիմնական գործով, որը գործից բացի իմ համար դարձել էր ապրանքանիշ, այսինքն աշխատելով հայկական առաջատար կոնյակի բրենդում Հայաստանում եւ ԱՄՆ-ում նույնով զբաղվելով, ես ուղղակի փորձեցի հասկանալ որտեղ եմ ես գտնվում, եւ ես հասկացա, որ ես գտնվում զրոյական կետում եւ առանց պատրանքների, առանց համեմատություններ տանելու, թե ով էր, ինչ էր աշխատում, ինչեր էր հասել, ստեղ զրոյական կետից փորձեցի ստեղի օրենքներին համահունչ նույնը կառուցել, այսինքն ամերիկյան շուկան հայտնի ասացվածքն էլ կա այդ Իսրայելի նախկին վարչապետի, որ կարևոր չի դու քո երկրում ով ես եղել, գալով Ամերիկա, դու զրոյական կետից շանս ունես ապացուցելու, թե դու իրոք ինչ-որ բան քեզնից ներկայացնում ես, թե չէ։ Նաև գիտեմ, որ բացի որ հայկական արտադրանք եք ներմուծում ԱՄՆ, նաև եվրոպական արտադրանք եք ներմուծում։ Այդ ահռելի ծավալի աշխատանքը կատարելու համար ինչ մասնագիտացում, հմտություններ եւ փորձ է հարկավոր ըստ ձեզ, որ կառանձնացնեք։ Հայկական ապրանքատեսակները ԱՄՆ ներկայացնելու ընթացքում առաջացան կապեր, հնարավորություններ եւ մեր ոնց որ երազանքի մասշտաբներն փոխվեցին, մենք զգացինք, որ արևելյան Եվրոպայից գոնե այլ ապրանքներ մեր ռեգիոնի մենք կարող ենք Կալիֆոռնիայում ներկայացնել նույն հաջողությամբ ինչ-որ հայկականը, կոնկրետ մասնագիտական ընդհանուր առմամբ իհարկե քո ոլորտից պետքա տեղյակ լինես, քո ոլորտի տենդենսներին հետևես, ամերիկյան շուկայի շերտերը իմանաս, քո ինդուստրիան պետքա շատ լավ ուսումնասիրած լինես, մնացածը կարող եմ ասել միջանձնային հարաբերությունների վրա է կառուցված, ինչ ոնց որ դու ունենաս այդ ունակությունները կառուցելու քո բիզնեսը եւ իր ճիշտ պոզիցիան երևանյան 10 այս շուկային համապատասխան։ Հայկական արտադրանքի պահանջարկը ԱՄՆ-ում ինչ ծավալի է։ Նկատի ունեմ գնորդները միայն հայեր են, թե շուկան ավելի լայն է ու ավելի համամարտկային։ Օրորի զուգահեռ Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը եւ Հայաստանի արտաքին քաղաքականության շատ ավելի բաց լինելուն եւ ավելի հարմարվող աշխարհի օրենքներին հայկական արտադրողը նույնպես եւ բիզնեսը գտնում է իր համապատասխան շուկաները։ Մենք սկսել ենք ժամանակներից, երբ որ հայկական ապրանքը ներկայացված էր մի քանի հայկական խանութում եւ հիմնական սպառողը մեր հայրենակիցներն էին։ Եվ նույնիսկ ասեմ, մեր հայրենակիցների Հայաստանից դուրս եկած շերտերը, հայկական արտադրանք, մեր լիբանանահայ կամ սփյուռքի այլ գաղութների հայրենակիցներ բացարձակապես չէին լսել, ինչքան է ցավալի է։ Ու դեռ այդտեղ մենք գործ շատ ունենք անելու 20-ից 30-40 տարեկան տղաներ, աղջիկներ ամենահայտնի հայկական բրենդերը կամ մշակութային գործիչների մասին բացարձակ տեղյակ չեն։ Բայց այդ երևի մի հիմնական առանձին հաղորդման թեմա է, թե մենք հայերով ինչպես իրար չենք ճանաչում։ Իսկ ցավոք սրտի զուգահեռ մի քանի տեղական ընկերությունների նաև մեր ակտիվ աշխատանքին, հայկական արտադրողների իրանց էքսպորտային քաղաքականության փոփոխության ներդնելու ցանկության զուգահեռ տանենց կատեգորիաներ ապրանքների, որ օրինակ ջին կամ հայկական շոկոլադ, որ քիչ ավելի հայտնի կատեգորիաներ են, գնում իրանց տեղը շատ դանդաղ տեմպերով, բայց գտնում են ամերիկյան սպառողի սրտերում ու այդ տենդենսը մի շարժում է, որը սկսել ենք, կարող եմ վստահաբար ասել, բայց մեզանով չի վերջանում եւ դրա այն ամենասկզբնական մասում եմ։ Դա անգամներ շատանալու է եւ մենք պատրաստ ենք մի քանի անգամ ավելի շատ ապրանքներ գրենք
հուսանք սպառենք եւ հուսանք մեր ապրանքների հանդեպ ամերիկյան շուկայի հետաքրքրությունը պետքա գնալով մեծանա, դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Տարիների ընթացքում ամեն քաղաքական ուրեմն վայրի վերումից հետո Հայաստանը։ Իսկ այս պահին այս քաղաքական իրադարձությունները ինչ ազդեցություն են ունենում ըստ Հայաստանի բիզնեսի կամ այստեղի ԱՄՆ-ի բիզնեսների վրա։ Ես հուսամ եւ համոզված եմ վերջի 300 տարվա մեջ աշխարհակաղակական շարժումների մեջ Հայաստանը նման հնարավորություն չի ունեցել վերջապես գտնելու իր ճիշտ դերը, այդ դերը մարսելու, հասկանալու ու չկորցնելու այդ դերը, որտեղ այդ դերից էլ մեզ չեն տալու։ Հիմա հրավիրեմ ձեզ մի քանի բան այստեղ ցույց տալու եւ միասին գնանք ամերիկյան երևի խոշորագույն ցանցերից մոտակա մասնաճյուղը տեղում դուք եւ մեր հեռուստադիտողը համոզվելու, որ իրոք ինչ որ մի լավ բան կատարել ենք։ Սիրով։ Խոշորագույն հենց առաջատար, ասենք 10 ցանցերից մեկում ցուցադրվում է ու վաճառվում է հայկական արտադրանք։ Խմիչքի ամենախոշորագույնում ցուցադրվում է հայկական արտադրանքը, երբ որ 10 տարի առաջ ոչ մի հայկական ապրանք տեղ չի եղել, բայց մի քանի այլ ցանցերում էլ, մի քանի խանութներում նույնպես կարողացել ենք այդ ապրանքները ներկայացնել։ Մնացածը արդեն մեր հայրենակիցների ակտիվության շնորհիվ, մեր աշխատանքի ակտիվության շնորհիվ, մեր արտադրող պարտներների շնորհիվ դա պետքա բազմապատկվեն այդ process-ները։ Այս արդեն որտեղ հիմնական իմ ամենասիրած գործերն են տեղի ունենում, ապրանքի պահեստավորում, բաց թողում, տեղափոխվել ենք 4 անգամ ավելի մեծ պահեստ։ Բավականին մեծ է։ 4 անգամ ավելի մեծ է մեր նախորդ վայրից, որովհետև վստահ ենք, որ մեզ արդեն պետք է լինելու շատ ավելի մեծ տարածք, ավելի մեծ ապրանքներ պահեստավորելու համար ու արդեն ներգործողությունները 5-6 անգամ ավելի շատ մեծ պետք է լինեն, որ այս ամեն ինչը գնա հասնի այդ բոլոր մեր սպառողներին։ Հայկական արտադրանքը ինչ ապագա ունի ԱՄՆ-ն, ասենց կարճ ձևակերպեմ հարցս։ ԱՄՆ-ում էլ աշխարհում էլ ինձ թվում է հայկական ապրանքատեսակները մեր պետության հետ զուգահեռ բավական լայն տարածում են գտնելու ու ամեն մեկը գտնի իր համապատասխան տեղը։ 10-20 անգամ ես Ամերիկայում տեսնում եմ կոնկրետ ապրանքային խմբեր, որ դեռ աճելու են, իրանք հիմք հանդիսանան ուրիշ ապրանքատեսակների, որ դրանք իրանց հերթին աճեն։ Այսինքն, եթե երկիրը թրենդվի աշխարհի մի մասա, իր ամբողջ արտադրանքը շղթայաբար, ու Շվեյցարիայից լավ երևի օրինակ չլինի, եթե ժամացույց, պանիր եւ ամեն ինչ շղթայաբար այդ երկիրը դարձնում է ինչ որ դարձնում է։ Պետությունն ինչ անելիք ունի, որ հայկական արտադրանքը ավելի արդյունավետ իրացվի այստեղ։ Պետությունը ուղղակի դնում է հիմնական ապրանքատեսակների քաղաքականությունը, որոշում է օրինակ, որ Հայաստանը թեյախմության երկիր է եւ դա այդպես է, գումար է ծախսում, ռեսուրս է ծախսում թեյախմությունը դարձնելու Հայաստանի բրենդ օրինակի համար։ Իսկ մասնավորը արդեն մտնում է այդ բիզնեսի դաշտ, ստեղծում է ապրանքանիշներ, անում է այդ բիզնեսի համար նախարար եւ այդ ապրանքանիշերով ներկայանում է աշխարհին, բայց Հայաստանը աշխարհին ներկայանում է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված արտաքին տնտեսական եւ ներքին քաղաքականությամբ։ Եթե Ճապոնիան որոշեց, որ իրանց մոտ պետք է արտադրվի օրինակ թեյ խմող երկրի համբավ ձեռք բերեն եւ այդ մաչա թեյը արտադրվի, իրանք դրա վրա ռեսուրս են ծախսել, այս տարի Ճապոնիայում մաչա չկա, սպառվել է։ Հայկական կոնյակը, հայկական մրգօղիները կամ հայկական գինին Ամերիկայում ունենալով են պոտենցիալը սփյուռք, մասնավոր ընկերություններ հայերի այստեղ, դեռ իրանց պոտենցիալի շատ ներքևում են ու պետությունն ու մասնավորը մի բան ունեն անելու, հասկանան իրենք ով են, ինչով են ուզում ներկայանան աշխարհին, դրա համար ստեղծեն պայմաններ, իսկ մնացածը արդեն ոնց որ ավելի մասնավորի աշխատանքի արդյունք է։ Իսկ հայկական արտադրանքը որտեղ ամենաշատը սպառվում, չգիտեմ, սրճարան, ռեստորան, բար, խանութներ։ Շատ լավ հարց է, ենթադրաբար եւ մեր ցանկության մեջ պետք է ամեն տեղ դա լինի, բայց այս պահի դրությամբ դա խանութներն են եւ առևտրային ցանցերն են։
Իսկ ես երևի առիթը օգտագործելով ցանկանամ կամ կոչ անեմ հայկական բիզնեսներին Ամերիկայում շատ ավելի շատ հայկական ռեստորաններ բացել, որտեղ կսպառվեն հայկական գինիներ։ Բայց չկան հայկական, շատ կան հայերի ռեստորաններ, որտեղ հայկական չի, դա ավելի շատ ինչ որ միքս է եւ մենք դա մեր ցավոտ կետերից է, երբ որ ավելի նեղ մի քիչ մենք վերաբերենք մեր identity-ին, մեր ինքնությանը, մենք կարողանանք մշակել, բ ինքներս հավատալ եւ աշխարհին ներկայանալ այն ինչ որ մենք իրոք ունենք, իսկ մենք ունենք ամեն ինչ, հնում է դա ճիշտ ներկայացնել։ Երևի հիմա խանութ գնանք ամերիկյան, որտեղ ես երևի փորձեմ այդ ամեն ինչը ներկայացնել։ Սիրո Տարեն ջան։ Տարեն ջան, հայկական արտադրանքն Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, այսինքն Կալիֆոռնիայում ավելի առավել ընդլայնելու, տարածելու համար ինչ անելիքներ ունեն, ինչ կարևոր անելիքներ ունեն Հայաստանի բիզնեսմենները ու տեղի հայերը։ Սոշյան տեսակ, որ մենք մեր նոր պահեստից դուրս եկանք, դա 3 անգամ տարածքով ավելի մեծ է, քան մեր նախորդ պահեստը, իսկ նախորդը 3 անգամ ավելի մեծ էր, քան այն առաջինը, որը ես 10 տարի առաջ որտեղից սկսել եմ։ Ինչ եմ ես նախաբանը անում, որովհետև մենք հավատացել ենք, որ Հայաստանից կարելի է ներկրել որակյալ ապրանք, նախ այնտեղ արտադրողներն են հավատացել, որ տարիներով պետք է արտադրեն որակյալ ապրանք, որը մի օր գալու է տեղ գտնի համար 1 աշխարհի մրցունակ շուկայի տաղավարներում, միջալոց որ հիմա մենք գնում ենք, այդ ցանցը ամերիկյան ամենամեծ խմիչքի ցանցն է, մոտ 277 խանութ ունի եւ 10 տարի առաջ այնտեղ ոչ մի հայկական ապրանք գոյություն չուներ, առաջի հայկական Արարատ կոնյակի շիշը մենք ենք դրել այդ խանութներում եւ քիչ-քիչ սպառում է գտել։ Իսկ ինչ վերաբերում է արտադրողներին, եթե ավելի կոնկրետ ես կարող եմ ինչ-որ մի խորհուրդ տալ իմ փորձից, պետք է շատ ակտիվ ուսումնասիրեն ամերիկյան շուկան, հասկանան ամերիկյան բիզնես միջավայրը, լեզվական խնդիրները հաղթահարեն, տրամադրեն գումար, ժամանակ, ռեսուրս եւ միանշանակ ամերիկյան մարքեթը հայկական ապրանքների համար 10 անգամներով ավելի շատ կարող է կլանել տեղի հայության ակտիվ հավատով նույն հայկական արտադրանքին, որը օր-օրի ես հուսամ ավելի մեծ վստահություն է ձեռք բերում ամերիկացի եւ ամերիկահայ սպառողի մոտ։ Մենք գոնե մի քանի արտադրատեսակի մասով դժվարագույն ճանապարհ անցնելով ապացուցել ենք, որ դա չենք կասկածել, բայց կարիք ունենք ապացուցել, որ մեր հայկական ապրանքատեսակները շատ մրցունակ են եւ իրանք ճիշտ աշխատանքի դեպքում օր-օրի ավելի զարգանալու են եւ դու ներկայացնում ես քո մշակույթի մի մասը, դու մենակ ապրանքատեսակ չի, հայկական թեյ եւ թեյախմությունը, խոտաբույսերով, հայկական գինին, մրգողիները, այս են ոլորտներն են, որոնք ես տեսնում եմ ճիշտ աշխատանքի դեպքում կբնորոշեն մեր կենցաղը, մեր ապրելակերպը եւ կոնկրետ բիզնես են նաեւ, ոչ միայն հայերի համար, նաև օտարերկրացիների համար։ Նաև գիտեմ, որ դուք շատ սերտ կապ ունեք այստեղի հայկական համայնքի հետ ու բացի ձեր սեփական բիզնեսը զարգացնելուց նաև շատ ակտիվ ամեն ինչին մասնակցում եք, նույնիսկ հովանավորել եք մի շարք համայնքային ծրագրեր։ Ինչ արդյունքներ ունեք եւ այս պահին ինչպես կգնահատեք։ Ես տեղափոխվելով ԱՄՆ երևի իմ պարտքն եմ համարել նաև այն բրենդերի փիլիսոփայության մեջ է եղել, որ պետքա մենք հետ վերադարձնենք մեր հայրենակիցներին այն, ինչ իրենք տարիներով արել են նաև Հայաստանի համար եւ փաստացի երևի թե հայ առաջի արտադրողի ներկայացուցիչն եմ եղել կամ հետո դառնալով ստեղ սեփական բիզնեսի ղեկավար, որ Հայաստանից ինվեստ են արել տեղի համայնքի տարբեր մշակութային, կազմակերպչական քաղաքական միջոցառումներին առանց ինչ-որ դրանց խորը իմաստի մեջ խորանալու այն ակնկալիքով, որ հայկական կոնյակ, հայկական գինի, հայկական արտադրողների տարբեր ապրանքներ պետք է դառնան ստեղի կենցաղի մի մաս հայության։ Եվ այդ առումով ես որ հետադարձ նայում եմ, երբ որ նույն հարսանիքներին, առիթներին մեր նոր եկած ժամանակ ուղղակի 0
միշտ հայկական արտադրանք կար, մարդիկ չէին մտածում դրա մասին, ու դա երևի ավելի շատ համարել է մեր մեղքը, որտեղ մենք պետք է գանք, մենք պետք է մարդիկ 30, 40, 50 տարի առաջ դուրս են եկել Հայաստանից, տեղյակ չեն։ Եկել ենք, ներգրավել ենք, շփվել ենք, ներդրել ենք եւ արդյունքում ունեցել ենք լավ զգացումներ, շատ լավ արդյունք եւ այսօր հարյուրավոր կարող եմ ասել միջոցառումներ ու այդ միջոցառումի մասնակցած մարդիկ առանց մեր ապրանքի իրանց կենցաղը չեն պատկերացնում։ Հետո արդեն ուրիշ էֆեկտներով այդ ամեն ինչը տարածվում է իրանց ամերիկացի գոլեգաների, դասընկերների եւ մյուսի վրա։ Իսկ ինչպես ինտեգրվեցիք ամերիկյան բիզնես աշխարհ ու ոնց ամրապնդեցիք ձեր դիրքերը այստեղ։ Ես թվում է մի քիչ դիվանագիտական նախկին աշխատանքը, որը ենթադրում է լինել շատ կոսմոպոլիտ ու տարբեր ազգությունների հետ մերվող, նաև Ամերիկայի հետ ընտանիքս 90-ականներից կապ են եղել, ստեղ ապրել են, շատ է եղել կապը, բայց երևի ամենակարևորը, որ սիրածս գործով եմ զբաղվում այստեղ, այն նրանով ինչ որ նույնը Հայաստանում եմ զբաղվել, շատ ավելի մեծ, բայց մրցունակությունը շատ մեծ է, չէ՞։ Մրցունակությունը ահավոր է եւ դու 0-ից, իսկ դեպքերում նաեւ մինուսից պետքա ապացուցես, որ դու անընդհատ ինչ որ մի բան կարող ես։ Սարսափելի տեմպ է, շատ մրցունակ շուկա է, բայց նաեւ շատ շնորհակալ, եթե ճիշտ գործ ես անում, որակյալ ապրանք ես ներկայացնում, անում ես տեղի օրենքներով հիմնական արդյունքը իրան սպառել չի տալու։ Իսկ առաջիկայում, այսինքն կարելի է ասել ապագայում ինչ ծրագրեր կան, ինչ բիզնես պլաններ կան, ինչ մտքեր կան, որոնք պետքա իրագործել։ Բացի այն ինչ արդեն արել եք։ Եթե Հայաստանի հետ կապված, ուրեմն անընդհատ այդ նոր արտադրողների հետ ուշադիր նայում ենք շուկան, հիմնական մեծ արտադրողների հետ արդեն ուղղակի իրանց ամեն ինչը զարգացնելու խնդիր կա, իսկ փոքր ընտանեկան բիզնեսներ, որ գալիս են, որ ես շատ եմ սիրում, փորձում եմ հնարավորինս չափով ավելացնել իմ պորտֆելի մեջ եւ ներկրել։ Մյուս տարի երևի կպլանավորենք մեծ այցելություն դեպի Հայաստան, տեղի խմիչքի ոլորտի, տարբեր ոլորտների, տարբեր պաշտոնների մարդկանց բերելու, ծանոթացնելու հայկական արտադրողներին, որովհետև մի-երկու անգամ արել ենք, շատ մեծ արդյունք է տվել։ Եվ մեդիա դաշտի մարդկանց է կներգրավենք, որ այդ awareness կոչվածը, այսինքն Հայաստանի ճանաչելիություն ավելի բարձրացնենք։ Համեցեք։ Սա ամերիկյան խոշորագույն ցանցերից մեկն է խմիչքի։ Ես կասեի ամենախոշորը։ Այս ցանցը հիմա որտեղ որ գտնվում է այս խանութ։ Եվ այստեղ հիմա հենց մուտքի մոտ տեսակ Արմենիային հատուկ նվիրված wine and spirits գինիների եւ ալկոհոլային խմիչքների առանձնացված սեկցիա։ Սա այս պահին թվում է արդեն ոնց որ իրականություն, բայց տարիներ առաջ այս ցանց գալուց ոչ մի հայկական ապրանք դուք այստեղ չեք կարող տեսնել եւ շատ լավ հիշում եմ այդ օրը, որ առաջի հայկական ապրանքը, որ Արարատի 7 տարեկան անին էր, այս ցանցի այլ location-ում, այլ վայրում մեր համար մեծ ուրախություն էր մտցնել է, տեղափոխել է այդ ապրանքը, ու այսօր արդեն քիչ են կողմ որ գնանք, կարող ենք այնտեղ ձեզ ավելի ես թվում է հաճելի ցույց տալ։ Բավականին մեծ գործ է կարել։ Այս ցանցը, որը ունի մոտ 277 խանութ ամբողջ Ամերիկայով, 27 նահանգով եւ 6 միլիարդ շրջանառություն է անում, իսկն ահռելի է, ու ստեղ կան աշխարհի բոլոր երկրների համարյա ներկայացված արտադրողների որոշները, իսկ միլիոնավոր մարդիկ սպասում են իրենց առիթը գա, որ մուտք գործեն այս ցանց։ Իսկ ստեղ արդեն այս ցանցում լինելը հեշտ բան չի։ Այս ցանցում լինելը հեշտ չի, իսկ այս ցանցում դիմանալ եւ զարգանալը շատ ավելի դժվար է։ Բայց ես շատ մեծ հույս ունեմ այս ամեն ինչից հետո, որ սա կլինի արդեն շարունակական, ու ստեղ աչքս ուղղակի մենեջերները խանութի, տարբեր իրանց ապրանքներ, որոնք բոլոր շատ պրոֆեսիոնալ մասնագետներ են, իրանց նոթերն են գրում ամեն ապրանքի, ուրեմն հայկական կոնյակի մասով ինքը գրել է, որ միայն
հայկական արտադրության խաղողներ են օգտագործում հայկական կոնյակի Արարատի մասնավորապես արտադրության ողջ process-ի ընթացքում եւ գրում են ոսկեհատ, կանգուն եւ սխալի մեր խաղողի տեսակները, այսինքն դառնում են ամերիկյան սպառողի եւ այս բիզնես ներկայացնող մարդկանց համար շատ մեծ բիզնեսի առարկա, այսինքն մենք հետարքիր ենք դառնում։ Բավականին շատ են հայկական գինիները, գրեթե բոլորը, այն ինչ որ բացառություններով եղել։ Ամերիկյան շուկան սկսում է շատ ավելի գրավիչ լինել նաև հայ արտադրողի համար, դա կապված է նաև քաղաքական զարգացումների հետ, կապված է նաև հայկական ներմուծող ընկերությունների աճի հետ։ Բոլորը բերում են, փորձում են, պետք է ասեմ, որ 10 տարի առաջ սկսած այդ մեր գործողությունները, որ մենք հավատացինք, որ ամերիկյան ցանցերում հնարավոր է հայկական ապրանքներ լինեն եւ սպառվեն, եւ այսօր Կարասը եւ Արարատը այս ցանցից բացի ներկայացված է նաեւ Costco ցանցում, որը աշխարհի ամենահզոր եւ մեծ ցանցն է։ Սա մենք գտնում ենք Glendale-ի իրանց մասնաճյուղում, որը գիտեք ամենահայաշատ քաղաքն է։ Ուրեմն եթե ամենահայաշատ քաղաքի ամենամեծ խմիչքի ցանցում մենք ունենք նման տեսակի եւ քանակի որակյալ հայկական ապրանք, ձեր հաղորդման շնորհիվ է կոչ անենք մեր հայրենակիցներն էլ հավատան իրանց արտադրանքին, որը արդեն մեզ թույլ կտա այս ամեն ինչը անել նաև այլ մասնաճյուղերում, այլ նահանգներում եւ հայկական էքսպորտը դեպի Ամերիկա միանշանակ անգամներով կաճի։ Շատ շնորհակալ եմ գործնական զրույցի համար, որ ժամանակ հատկացրեցիր ու մեր հրավերը չմերժեցիր։ Ես էլ դե ինչպես ասացիր, աջակցելուն մի քանի բան առնեմ հայկական, համեցեք, կարող եք ընտրել ցանկացածը։ Շնորհակալ եմ քո գործունեության համար ու որ քո երազանքները հավատում ես ու իրականություն ես դարձնում։ Շնորհակալ եմ։